Պարոն Վարդանյան, մենք ինչի պարտվեցինք այս պատերազմում։ Որն է ձեր վարկածը։ Չեմ ուզում խոսել։ Չեք ուզում խոսել։ Ոչ։ Տիկին Գրիգորյան, մենք ինչի պարտվեցինք այս պատերազմում։ Ինձ թվում է ամենաճիշտ հարցը կլինի, չնայած էլ տեղին հարցը, ընդհանրապես ինչու սկսած պատերազմը։ Եվ ի վերջո Նիկոլ Փաշինյանը դրա պատասխանը տարբեր ժամանակահատվածներում տվել է, ու վերջին ինքն ասել է, ինքը կարող էր գնալ փոխզիջումների, չգնաց փոխզիջումների եւ գնաց պատերազմի։ Նիկոլ Փաշինյանի ընտրություններ այս ողբերգությունը բերել հայ ժողովրդի գլխին։ Ինչու սկսեց պատերազմը Նիկոլ Փաշինյանի հետևողական այնպիսի քայլերի արդյունքում, որոնք ուղղակի բացեցին Ալիևի ձեռքերը անել այն, ինչ արեց։ Այո, մշտապես պետք է ֆիքսել, որ ագրեսորը Ադրբեջանը ցեղասպան երկիր, բայց թե ինչու այդպիսի հնարավորություն ընձեռվեց Ալիևին, Փաշինյանը բազմաթիվ անգամ դրա պատասխանը տվել է։ Ի վերջո հիշում եք այն նախադասությունը, որ կարող էինք ունենալ նույն իրավիճակն առանց զոհերի։ Ինքը ինքնախոստովանական բազմաթիվ ցուցմունքներ է տվել, որը ի վերջո իր մեծ դատավարության համար հիմք են հանդիսանալու։ ԵԿՄ նախագահ Սասուն Արդեն մոտենում ենք։ Այս հարցը ցենց կարճ ուղղակի ձեր մեկնաբանություն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասում էր, որ մենք սպարապետից հետո բանակ չենք ունեցել եւ դրա համար ենք պարտվել, Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ են եղել, որ բացի Ռուսաստանից Էլի խնդրում եմ մի շարունակեք։ Այդ մարդը բանակի հետ առնչություն ունեցող ա եղել, չէ՞, ինքը չ բանակում ա ծառայել, ինքը չ բանակի հետ ա առնչություն ունեցել։ Լավ, ոնց կարելի է պարտությունից հետո գնալ ոտատակ տալ այն ամեն ինչը, ինչ որ կար մեզ համար։ Չի կարելի այդպես ուղղակի 18 թվականին ինքն էր հայտարարում, չէ՞ որ սա ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտը։ Դրա շարունակությունն է։ Չի կարելի պարտությունից հետո էլ ոտատակ տալ այն ամեն ինչի, ինչ մենք ունեցել ենք։ Այն տղեկին, ով այսօր մենք հիմա կտեսնենք, հա, իրենց արյունն են թափել մեզ համար։ Չի կարելի այդ ամեն ինչը ուրանալ պարզապես։ Շնորհակալ եմ։